Աշխարհում խաղաղությունը վատթարանում է արդեն 12-րդ տարին անընդմեջ։ Տնտեսագիտության եւ խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2026 թվականի խաղաղության համաշխարհային ինդեքսը, ուսումնասիրվել է 163 երկիր։ Արդյունքները մտահոգիչ են։ Միայն նախորդ տարում խաղաղության մակարդակն ընկել է միանգամից 99 պետությունում։ Սա ինդեքսի ստեղծումից ի վեր վերջին 20 տարվա ընթացքում բացարձակ հակառեկորդ է։ Այսօր աշխարհում բռնկված է 61 ակտիվ պետական հակամարտություն, ամենաբարձր թիվը երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։ Իսկ արտաքին պատերազմներում ներգրաված երկրների թիվը 2008 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել է 59-ից հասնելով 103-ի։ Այս տարվա գլոբալ խաղաղության ինդեքսը փաստում է, որ աշխարհում խաղաղության մակարդակը կրկին վատթարացել է, ինչը հիմնականում պայմանավորված է ակտիվ հակամարտություններով։ Ակնհայտ է Մերձավոր Արևելքի հակամարտության համաշխարհային ազդեցությունը։ Մեր գնահատականներով դրա նվազագույն ազդեցությունը կազմելու է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 0.6%-ը, ինչը համարժեք է շուրջ 1.3 տրիլիոն դոլարի։ Իրական խնդիրը կլինի այն, եթե այս հակամարտությունն ավելի ընդլայնվի։ Այս փուլում աշխարհում ձևավորվել է երկու հիմնական հակամարտության օջախ՝ Մեծ Մերձավոր Արևելքը եւ Աֆրիկյան եղջյուրը։ Այս երկուսը որոշակիորեն փոխկապակցված են եւ հետագա էսկալացիայի դեպքում ռիսկ կա, որ դրանք կմիավորվեն մեկ հսկայական հակամարտության օջախի մեջ։ Սա լրացուցիչ ծանր հարված կլինի համաշխարհային տնտեսությանը։ Օրինակ, անցյալ տարի բռնության հետևանքով համաշխարհային տնտեսության կրած վնասը կազմել է գրեթե 21.8 տրիլիոն դոլար, ինչը կազմում է գլոբալ հնայի 10.5%-ը։ Գլոբալ ճնշումների պայմաններում Իսլանդիան մնում է ամենախաղաղ երկիրը 19 տարի անընդմեջ, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Սլովենիան եւ Իռլանդիան։ Խաղաղության գլոբալ ինդեքսում մեր երկիրը զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը 163 պետությունների շարքում, նախորդ 58-ի փոխարեն։ Հարևան երկրներից Վրաստանը 94-րդն է, Ադրբեջանը 110-րդը, Թուրքիան 136-րդը, իսկ Իրանը 144-րդը։ Եթե նայենք դեպի Հայաստան, ապա այս տարի երկիրը տպավորիչ առաջընթաց է գրանցել։ Սա տեղի է ունեցել ներքին հակամարտությունների ռիսկի նվազման, սպանությունների մակարդակի կրճատման, քաղաքական ճնշումների թուլացման եւ բռնի-ցույցերի նվազման շնորհիվ։ Ակնհայտ է, որ երկիրն այժմ բեկումնային փուլում է։ Այն հեռացել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից եւ ավելի շատ հակվել է դեպի արևմուտք։ Վերջին տարում հակամարտության սրության նվազումը եւ երկրի ներսում տեղի ունեցած քաղաքական կայունացումը եղել են այս առաջընթացի հիմնական շարժիչ ուժերը։ Հայաստանն անշուշտ խաչմերուկում է։ Վերջին 18 ամիսների ընթացքում արձանագրված առաջընթացը տպավորիչ է համեմատած նախկին իրավիճակի հետ, երբ երկրում առկա էին ներքին հակամարտությունների բարձր մակարդակ եւ բազմաթիվ բռնի-ցույցեր։ Ընտրություններն էլ այս համատեքստում տալիս են այն հարցի պատասխանը, թե ինչպես է հայ ժողովուրդը պատկերացնում իր ապագան։ Զեկույցը հստակորեն կապում է Հայաստանի ներքին բարելավումները Ադրբեջանի հետ օգոստոսի 8-ի համաձայնագրի հետ։ Հայաստանը ոչ միայն բարելավել է իր դիրքերը, այլև արձանագրել է աշխարհում ամենամեծ աճերից մեկը, նշում է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Լեհաստանի հետ միասին մենք ամենամեծ աճն ենք արձանագրել այն պայմաններում, երբ ընդհանուր աշխարհը, ռեգիոնները, պետությունները հետընթաց են ապրել միջինացված հաշվարկով եթե վերցնենք, աշխարհում մեր խաղաղության ինդեքսով 51-րդն ենք, սա իր մեջ 3 ուրեմն չափման միավոր է ներառում, հանրային անվտանգություն եւ ապահովություն, ներքին եւ արտաքին կոնֆլիկտներ, ինչպես նաեւ միլիտարիզացիայի աստիճանը։ Ընդ որում ես առաջի կետով հանրային անվտանգության եւ ապահովությամբ մենք ոչ թե 51-րդն ենք, այլ 36-րդն ենք։ Եթե որպեսզի լավ պատկերացնեք, թե սա ինչ տեղ է, ասեմ, որ օրինակ հաջորդում են Գերմանիային, Սլովակիային եւ Իսպանիային։ Խաղաղության մասին կառավարող ուժը խոսել է նաեւ նախընտրական շրջանում, ընդգծում է Արման Եղոյանը, հավելելով՝ միջազգային կազմակերպության բարելավումն էլ վերահաստատում է դա։ Մարդիկ լուրջ աշխատել են, չէ, զեկույցի վրա, չափանիշներ են հանել, ուրեմն այնտեղ որակական, քանակական ցուցանիշներով եւ փաստորեն միջազգային մեր գործընկերներն էլ վերահաստատում են մեր ասածը, որ Հայաստանում հաստատված է խաղաղություն, ընդ որում եւ ներքին եւ արտաքին, դա էլ է հատուկ նշվում։ Ինչ ասած, որ ընդհանրապես ներդրումային միջավայրի վրա սա կարող է շատ լավ ազդել, որովհետեւ ոչ մեկ ուրեմն կոնֆլիկտային երկրներում ներդրումներ չի անում։ Ապագան կանխատեսելը դժվար է եւ Իրանի շուրջ հնարավոր ապակայունացումը կարող է ուղղակիորեն ազդել տարածաշրջանի վրա, ընդգծում է Սթիվ Խիլելեան։
Իրանը սահմանակից է Ադրբեջանին եւ իր երկու հյուսիսային նահանգների անվանումների մեջ կա Ադրբեջան բառը։ Այնտեղ եղել են ահաբեկչական ակտիվություններ եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները բավականին լարված են։ Բացի այդ, Իրանը սահմանակից է Պակիստանին, որտեղ գործում է Բալուջիստան անջատողական խմբավորումը։ Վերջերս նրանք ահաբեկչական հարձակումներ են իրականացրել Պակիստանի տարածքում գնացքների վրա։ Սա նույնպես կարող է ել ավելի ապակայունացնել տարածաշրջանը։ Ռիսկերից է նաեւ Իսրայելի հնարավոր ներգրավվածությունը Իրանի ներսում գործող տարբեր խմբավորումների ֆինանսավորման միջոցով, եթե դա տեղի ունենա, հետևանքները կտարածվեն ողջ տարածաշրջանի վրա եւ կունենան երկարաժամկետ ազդեցություն։ Ըստ այս ինդեքսի աշխարհում ամենաոչ խաղաղ երկիրն առաջին անգամ Ռուսաստանն է, որին նախորդում են Սուդանը եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։